Բարև ձեզ, եթերում աշխարհի ամփոփումն է։ Իրանը չունի ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներից վնասված միջուկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր, այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Չնայած այն հանգամանքին, որ մի շարք շենքեր են ավերվել եւ որոշ սարքավորումներ են վնասվել, միջուկային տեխնոլոգիաները եւ կուտակված փորձը չեն կարող ոչնչացվել ավիահարվածներով, մեր մտավոր ներուժը եւ գիտական բազան մնում են անվնաս։ Ներկայումս մեր միջուկային օբյեկտները վնասված են եւ դրանք վերականգնելու անհապաղ ծրագրեր չկան։ Վերանորոգումները կսկսվեն միայն անվտանգության սպառնալիքների լիակատար վերացումից հետո, ասել է նա։ Նախարարը ընդգծել է, որ Իրանի ներկայիս ռազմական իրավիճակը շատ ավելի լավ է, քան անցյալում էր։ Նա ասել է, որ իրադարձությունները բացահայտել են թույլ կետեր եւ երկիրը պատրաստ է ինքնապաշտպանության անհրաժեշտության դեպքում։ Դանիայի պաշտպանության նախարարությունը ռազմական տեխնիկա եւ առաջադեմ հրամանատարական անձնակազմ է ուղարկել Գրենլանդիա ավելի մեծ բանակային ուժերի հնարավոր տեղակայմանը նախապատրաստվելու համար, հաղորդում է դանիական DR ռադիոն հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրներին։ Առաջնային ջոկատը, որը ներառում է բանակային ստորաբաժանումների զինվորներ, նախատեսված է հիմնական ուժերին ընդունելու համար լոգիստիկ եւ ենթակառուցվածքային պատրաստվածությունն ապահովելու համար։ Հունվարի 12-ի երեկոյան Դանիայի ռազմաօդային ուժերի Challenger ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաքի օդանավակայանում։ Չնայած պաշտոնական հաստատում չկար, որը այս թռիչքը կապված է պաշտպանական ուժեղացման հետ, պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուելսենը խորհրդարանական հանձնաժողովի առջև փակ ճեպազրույցից հետո հայտարարել է տարածաշրջանում մշտական ռազմական ներկայությունը մեծացնելու ծրագրերի մասին, նշել է ռադիոն։ Եվրոպական այն հայտարարությունները, որ Ուկրաինայում հրադադարից բացի ամեն ինչ երկրորդական է, նպատակ ունեն ժամանակ շահել Կիևի ռեժիմին աջակցելու եւ նրա գոյությունը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նամիբիայի արտգործնախարար Սելմա Աշիպալա Մուսավիայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Երբ եվրոպացիներն ասում են, որ հրադադարից բացի մնացած ամեն ինչ երկրորդական է, պարզ է, թե ինչի մասին են խոսում։ Խոսքը Կիևի ռեժիմին աջակցելու, դրա գոյությունը պահպանելու համար լրացուցիչ ժամանակ շահելու մասին է, ասել է Լավրովը։ Եվ ըստ էության բոլոր այն նախաձեռնությունները, որոնք քննարկվում են Եվրոպայում, այդ թվում Փարիզում Ուիտկոֆի եւ Քուշների մասնակցությամբ քննարկվածները, այս բոլոր նախաձեռնություններն ուղղված են բացառապես Ուկրաինայի այն հատվածում ներկայիս նացիստական ռեժիմի պահպանմանը, որը նրանք հույս ունեն, որ կմնա կարգավորումից հետո, որը հնազանդորեն կատարում է Արևմուտքի կամքը, առաջին հերթին Բրյուսելի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կամքը։ Եվ Բրյուսելը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմի նախապատրաստմամբ, նրանք այդ մասին բացահայտ խոսում են, նշել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Սթիվ Ուիտկոֆը անցյալ շաբաթավերջին գաղտնի հանդիպում է ունեցել Իրանի վերջին շահի որդու Ռեզա Փեհլևի հետ, քննարկելու Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հաղորդում է Axios-ը հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։ Ավելի վաղ Թրամփը մեկնաբանելով Իրանում հնարավոր զարգացումները Փեհլևիին անվանել է լավ մարդ, սակայն նշել է, որ ներկայումս նպատակահարմար չի համարում նրա հետ հանդիպելը որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Փեհլևին ավելի վաղ նշել էր, որ ինքը չի խնդրել իրանցիներին դուրս գալ փողոցներ եւ կռվել Իրանի իշխանությունների դեմ։ Դա նրանց ցանկությունն էր։ Նրա խոսքով նա օգնության ձեռք է մեկնում իրանցիների խնդրանքով։ Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 29-ին, որոնք հետագայում արդեն վերածվել են զանգվածային անկարգությունների։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը։